դա աշխարհում ընդունված ձև է դրոշ այրելը, իր քաղաքական ակցիան է Սյունիքում կամ այլ տեղեր Հայաստանից այլ հատվածներում վարդեն 50 ջերմուկում կրակում են, որովհետև այսօրվա իշխանությունները ստորագրել են նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը, ընդունել են, որ իրենք պարտվել են, իրենք պարտվող են, իրենք հանձնվող են ու պարտվող կողմի ներքաղաքական դաշտում կեղծ ընդդիմադիրները դուրս են գալու հայտարարեն, որ այս ինչ բանը պետք չէ, անել են ինչն է պետք, կրակեցին, որովհետև դրոշ վառեցին։ Ողջույն, պատմական շաբաթն է եթերում, մարտական եղբայրություն միաբանություն ունենք եւ քաղաքական խմբի անդամ Մասի Շիրյանի հետ անդրադառնալու ենք անցյալ շաբաթվա կարևորագույն իրադարձություններին։ Լրացավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Լրացավ նաեւ երկրորդ տարին, որ Արցախի հիմնական ճանապարհի Հակարիի վրա Ադրբեջանը վերջնականապես փակեց անցակետը եւ դրանով սկսեց վերջին էթնիկ զտման կամ ցեղասպանության, ինչպես միջազգային կոնվենցիաների որոշակի հոդվածներով է փուլը, վերջին փուլը մտավ դրանով։ Ես կուզեի նախ եւ առաջ խոսենք այն մասին, թե ինչն ենք սխալ անում, որ 110 տարի առաջ եւ շուրջ 70 տարի առաջ Նախիջևանում, հետո Բաքվում, Սումգայիթում, վերջում արդեն Արցախում վերջը չի երևում կարծես։ Մենք նորից ու նորից ջարդերի ենք ենթարկվում։ Ենթարկվում ենք հենց էթնիկ զտման, մեր հողում ենթարկվում ենք ցեղասպանության։ Մասիշ ջան, ինչ ենք սխալ անում։ Լիքը բաներ ենք սխալ անում, բայց միևնույն ժամանակ լիքը բաներ ճիշտ ենք անում, այսինքն այնպես չի, որ ամեն ինչ մեր պետությունում մեր ազգը սխալ է արել, հավաքական առումով, բայց այնպես էլ չի, որ ճիշտ կարելի է անում։ Սխալները վերջ տարիներին շատացել են, գերակշռում են պետության իշխանությունների կողմից, բայց առհասարակ հարցերը ավելի խորն են, որովհետև նորանկախ Հայաստանում օրինակ ցեղասպանության վերաբերյալ հարցերը մենք դիտարկել ենք այլ տեսանկյունից, քան օրինակ սովետական տարիներին։ Բայց դրան բնական ու օբյեկտիվ պատճառներ կան, օրինակ քանի որ մենք աշխներս օրինակ իմ սերունդը աչքերը բացել է ու տեսել է, որ մենք արդեն հաղթած ենք, դասիրակվել ենք որպես հաղթած սերունդ, մեզ արդեն այդքան շատ հոգեհարազատ չի եղել խոսել խեղճի դիրքերից ու խոսել անընդհատ մեզ կոտորել են, բայց ինչ ենք արել, մենք հակառակը տեսել ենք, որ մեր հայրերը, մեր ավագ սերունդը հաղթել են թուրքերին, ադրբեջանցիներին, ու նույն թուրքերն են, էլի, ինչ տարբերությամբ, բայց հիմնականում նույն քլեսոփայության մեջ են գտնվում, ու մենք հաղթել ենք ու մեր սերունդը դաստիարակվել է հետևյալ կերպ, որ կարելի է հավատալ ու ապավինել սեփական ուժերին։ Հիմա երբ որ մենք անդադ անկախականությունից ենք խոսում, որ ճիշտ անկախականությունը պետք է պայքարել, պետք է դիմադրել, պետք է ուժով գնալ սեփական իրավունքներին տեր կանգնել ու ուժով ամրագրել այն ինչը քոնն է ու ուժով պարտադրել, որ սա իրավունք է արդեն։ Մենք դա այդպես ենք դաստիարակվել ու Հայաստանում բազմաթիվ են օրինակները, բազմաթիվ մարդիկ կան, երիտասարդներ կան, երբ անընդհատ փորձում են հնովել, որ այ հայերը լավ վիճակում չեն, ապաթիա կա, իրականում այդպես չէ, ուղղակի իշխանությունների ու այսօրվա ընդդիմության այդ ինֆորմացիոն պատերազմի մեջ մարդիկ չեն ուզում մտնել, բայց իրենք էլ այդպես ատամները սեղմած սպասում են ու գիտեն, որ իրենց մեջ այդ պոտենցիալը, այդ ուժը կա։ Հիմա ինչն ենք սխալ անում։ Կարծում եմ սխալ կերպով է ներկայացում հայոց ցեղասպանության հարցը բանակցային բոլոր գործընթացներում, որտեղ Հայաստանը փորձում է հանդես գալ ու առհասարակ երբ որ քննարկում են օրինակ Թուրքիայի հետ հարաբերությունները, Արևմուտքի կամ Ռուսաստանի հետ հարաբերությունները, ցեղասպանության հարցը իրենք սխալ կերպով են խաղարկում։ Սա կարևոր հարց է ու այս հարցով հնարավոր է եւ ճնշում գործադրել, եւ գնալ երկխոսության Թուրքիայի հետ, եւ Արևմուտքի հետ, եւ Ռուսաստանի ինքը լավ խաղաքարտ է։ Մենք միշտ զուգահեռ ենք տանում Իսրայելի հետ, հրաների հետ իրենց ցեղասպանությունը, երբ որ իրենք օգտագործում են, իրենք ճիշտ ձև են օգտագործում այդ իրենց ցեղասպանության հարցը, չնայած որ իրավիճակները շատ տարբեր են, ասենք իրենց ցեղասպանությունը ճանաչվել է տվյալ պահին արդեն պարտված պետություն, իսկ մեծ ցեղասպանության հարցը նույնիսկ եթե ամբողջ աշխարհը ճանաչի, մենք չենք կարողանալու օրինակ Թուրքիային պարտադրել ինչ-որ բան, քանի դեռ մենք Թուրքիային հողի վրա չենք հաղթել։ Կամ Թուրքիան չի պարտվել։ Տարիներ շարունակ ակնկալում էին, որ եթե ԱՄՆ-ն ասի genocide,
Թուրքիան ինչ որտեղ պարտադրված է լինելու կամ դա ինչ որ լրացուցիչ ճնշման գործիք է լինելու իր վրա, ԱՄՆ-ն մի անգամ ասեց Բայդենի շուրթերով genocide, հետո այս տարի Թրամփը նորից հետքայլ արեց եւ լատինատար գրեց մեծ եղերն իր ցավակցական ուղերձում, բայց մենք հետընթաց տեսանք նաեւ նույնիսկ մեզ մոտ ոչ միայն եմ պատվիրակությունը սկզբում ցեղասպանություն տերմինը գործածելով տարածեց իր հաղորդագրությունը, հետո նոր հաղորդագրություն տարածեց, որից արդեն դուրս էր բերվել ցեղասպանությունը, այլև հենց Փաշինյանի ուղերձում տեսանք, որ հետքայլ է արված եւ այստեղ ցեղասպանությունը վերապրելու միջոցը սահմանագծված եւ սահմանազատված սահմաններով Հայաստանի Հանրապետությունն է, այսինքն ամբողջ պահանջատիրությունը կարծես այստեղ է մեր բանակցությունները, երբ որ սխալ կերպով են գնացել ու հանրությանը սխալ կերպ է ամեն ինչ մատուցվել։ Ես հիշում եմ տարիներ առաջ հայկական հարցի պատմություն կար դպրոցներում դասագրքեր էին տվել նման առարկային ասնում, բայց իրականում հարցը սխալ կերպ է բացվել։ Այդ հայկական հարցը մի քանի փուլով կազմված պահանջատիրություն է առհասարակ, որովհետև մեզ ներկայացվել է, եթե աշխարհի բոլոր պետությունները ճանաչեն, Թուրքիային կարող են պարտադրել, որ Թուրքիան մեզ կբերի համ գումարներ կտա, համ հողեր կտա, համ ներողություն կխնդրի, համ էլ ինչ ուզենք Թուրքիան կանի մեր համար։ Չէ։ Իհարկե ոչ։ Նորմալ չի նաև որ մեզ այս կերպ են մատուցել ամեն ինչը, որովհետև զուգահեռները փորձանում ենք հոլոկոստի հետ, պետք է հասկանանք, թե ինչ քաղաքական իրավիճակ էր աշխարհում ու ինչու օրինակ Գերմանիան ընդունեց իր մեղքը ու շարունակեց փոխհատուցում տալ հրյաներին։ Դա նաև Գերմանիայի առանձնահատկությունն էր։ Մենք պիտի հասկանանք, որ մեր դիմաց այլ տիպի ազգ է կամ Չեմ կարծում, որովհետև պատկերացրեք, եթե երկրորդ համաշխարհայինում հաղթեր գերմանական բլոկը, այդ ժամանակ աշխարհն էլի կարող է ճանաչել հրյաների ցեղասպանությունը։ Այլ աշխարհ։ Չէ, կճանաչեին օրինակ նույն թշնամի պետությունները, Գերմանիայի թշնամի պետությունները կճանաչեին հրյաների ցեղասպանությունը, բայց Գերմանիա ոչինչ չէր տա։ Հիմա չէ, հիմա ես հենց սրա համար եմ ուզում զուգահեռներ անցկացնել։ Ունենք Թուրքիա, որը որ չի պարտվել։ Ոչ մեկին չի պարտվել, նաև հենց մեզ էլ չի պարտվել։ Մենք ոնց ենք դա պարտադրելու, այսինքն գործիքակազմը ոնց են պատկերացնում։ 1920 թվականին Թուրքիան բավականին ջախջախված վիճակում էր։ Չկար ցեղասպանության հարցը։ Դեռ չկար, այո։ Չկար նման տերմինաբանություն, ցեղասպանություն ճանաչել տերմինաբանություն չկար։ Այս այլ է մեծ սխալ, երբ որ մեզ փորձում են ներկայացնել, որ այն ժամանակ Թուրքիան պարտվեց, այն ժամանակ ուղղակի միջազգային այդ հանրության ասվածում, միջազգային հանրության ասվածում նման տերմինաբանություն, որպես ազգերի ցեղասպանելու տերմինաբանություն չկար, այն ժամանակ նոր ձևավորում էր ազգերի լիգան, նոր այդ ընդհանուր պետությունների համար կոնվենցիաներ են մշակվում, չգիտեմ, մոնեքներ էր գրվում ամբողջ նոր աշխարհի համար, ու դեռ ամեն ինչ նոր էր։ Դրա համար այդ որպես այդպիսին ցեղասպանություն ճանաչել չկար, բացի այդ պետք է հիշենք, որ այո, Թուրքիան ջախջախվել էր, բայց Թուրքիան ենթարկվել էր կապիտուլյացիայի, բայց Թուրքիայում հայտնվեց մեկը, ով Թուրքիան փորձեց վերականգնել։ Աթաթուրքը, որը որ լավագույն օրինակն է, այսինքն ոչ միայն չծնկեց, այլ նաև փորձեց վեր բարձրացնել իր պետությունը, հիմա բայց նա ուներ շատ հզոր դաշնակիցներ, օրինակ դաշնակիցներ ունեցավ մի տարի կռվելուց հետո, օգնեց մի տարի կռվելուց հետո ունեցավ դաշնակիցներ, սկզբում չուներ։ Սկզբում իր դաշնակիցները, իր զորքներ։ Ռուսաստանը իրեն բավականին օգնեց ոսկով։ Ուշ, բավականին ուշ։ Երբ որ իրեն ուղարկել են զինաթափելու Թուրքիային, բայց չարադառնանք այս թեմաներ, որովհետև ես զուգահեռներ եմ տամ հրյաների ցեղասպանության ու մեր ցեղասպանության ճանաչման, չճանաչման նման հարցերի շուրջ, դրա համար եմ ասում, քաղաքական իրավիճակը, երբ որ կլինի օրինակ Թուրքիան կմտնի ինչ որ մի պետության հետ պատերազմի մեջ, X պետության, կպարտվի, կջախջախվի, մենք այդ ժամանակ կարող ենք նաև մեր հայցերը ներկայացնել, ասել, որ Թուրքիան պարտավոր է նաև մեզ էլ այսքան այս տեսքով փոխհատուցումներ տալ, Թուրքիայից մենք էլ մեր պահանջները կներկայացնենք։ Իսկ մինչ այդ պետք չի հարցը փակել։ Իսկ մինչ այդ պետք չի հարցը փակել, այսինքն սա միշտ պետք է այս հարցը բաց պահել, միշտ ժամանակ առ ժամանակ հիշացնել, նաև երբ որ օրինակ Հայաստանը պետք է բանակցի Թուրքիայի հետ, պետք է քաղաքարտ օգտագործի, մտնի քննարկումների մեջ, հարկ եղած դեպքում մի քիչ հետ քաշի, մի քիչ առաջ տա, բայց սա պետք է պահի, որովհետև խաղային տերմինով ասած,
կոզերն է։ Հայերի ձեռքից սա կոզերը, որը պետք է օգտագործել։ Նույն կերպ պետք է օգտագործել, օրինակ Արցախ հիմա հայաթափել է, բայց Արցախի հարցն են փորձում փակել, երբ որ մենք ասում ենք պետք է Արցախի հարցից հրաժարվել, որովհետև աշխարհում էլ ճանաչողներ կան, չէ՞։ Արցախի հարցը որ գոյություն ունի, ամեն անգամ երբ որ հիշացնում ենք ԵԱՀԿ Մինսկի խումբը, այս հարցերը պետք է բաց պահել ու դիմադրություն է, կյանք առհասարակ պայքար է, դիմադրություն է ու ինչքան երկար կդիմադրես, այնքան հավանականությունը մեծ է, որ դու հաջողություն կունենաս։ Տեսեք, Թուրքիան դատապարտեց ցեղասպանությունը դատապարտած երկրներին, այսինքն նրանց, ովքեր որ հաղորդագրությամբ հիշեցրել էին, որ Թուրքիան վայրագություններ է արել։ Իրանում խնդիր եղավ իրանահայերի եւ ցեղասպանության ուշահամալիր այցելած մեր դեսպանատան ներկայացուցիչների միջև։ Ապրիլի 23-ին ջահերով երթի ավարտին ավանդաբար այրված դրոշները դարձան նոր խորհրդանիշ։ Այստեղ Ալեն Սիմոնյանի հետ ասոցացվող կայքերից մեկը Արարատ Նյուզը փորձեց ասոցացնել, թե սահմանին որ կրակեցին եւ մեր բնակիչներից մեկը հրաշքով փրկվեց, որովհետեւ այդ պահին պարկած էր, եթե նստած լիներ այդ նույն կետում գնդակը իրեն խոցելու էր։ Իր անկողնու վրայով է անցել գնդակը։ Արարատ Նյուզը գրեց, թե այ որ դրոշները այրում ենք, դրա համար էլ կրակում են։ Դեպետ պիտի հիշենք, որ կրակում են վերջին ամիսներին անընդմեջ եւ վերջի տարիներին եւ այս ամեն ինչը կարծես դրոշի այրելու ակնկալիքով չէին կրակում, էլի։ Ինչևէ, ես նորմալ մարդկանց մոտեցումներն ասեմ, երկուսն են դրոշ վառելը մի պարագայում նվազագույն անիմաստ բան է, պետք է կենտրոնանալ գործի վրա։ Ես ճիշտ ասած ավելի այդ տեսության կրողն եմ եւ երկրորդը որ դրոշ վառելն էր որպես խորհրդանիշ մեզ պետք է որ ցույց տանք մեր դիրքորոշումը ցեղասպան ազգի նկատմամբ։ Տեղելի հարցերը մի քանիսն են նախ այս հարցերին պատասխանեմ, հետո կանադառնանք հիմնական խորհրդանիշորեն էլի անդրադառնանք ինչ կարևորություն ունեն այդ խորհրդանիշերը։ Դրոշ վառել, ովքեր են դրոշ վառում։ Նախ դաշնակները դաշնակցությունը ու ակտիվ երիտասարդությունը, ովքեր որ բանական թշնամանք են զգում, օրինակ Թուրքիայի նկատմամբ կամ Ադրբեջանի նկատմամբ նորմալ է ինչ որ քաղաքական ակցիա շրջանակներում իրենք իրենց գործողություններն են անում։ Ես իմ սեփական վերաբերմունք ունեմ դաշնակցությանը, բայց իրերը պետք է իրենց անուններով կոչենք ու ճիշտ մեկնաբանենք։ Ես օրինակ խնդիր չեմ տեսնում, երբ որ Հայաստանի որևէ քաղաքական ուժ նամանավանդ երբ որ ինքը իշխանություն էլ չի, ակցիա է անում, քաղաքական ակցիա է անում, դա աշխարհում ընդունված ձև է դրոշ այրելը, իր քաղաքական ակցիան է, տարիներ շարունակ իրենք այդ ամեն ինչ արել են, դա իրենց նաև իրենց հետ կապակցված ասոցացվող արարքներից է, իրենք իրենց գործողությունները շարունակում են նույն կերպ անել, լավ են անում թող անեն։ Հիմա երկրորդ մասը, երբ որ ասում են պետք է գործանենք, բնականաբար պետք է գործանենք, դրոշ այրելը դա տվյալ օրը, տվյալ մի ժամ, 2 ժամ այդ գործողությունն է, դրանից այն կողմ պետք է ինչ-որ մի բան անել։ Այսինքն չես կարող մենակ դրոշ այրել, ու ակնկալել որ ամեն ինչ լավ կլինի։ Այո։ Բայց ես կարծում եմ, որ այդ դրոշ այրող մարդկանց մեջ, որ դրանք ոչ միայն դաշնակցությունից են, այլ նաև բազմաթիվ այլ երիտասարդներ, հիմնական դա երիտասարդական ակցիա է, երեկոյան որ քայլում են։ Բավականին մեծ էր երթը եւ շատ միշտ մեծ է եղել։ Չէ, այս տարի մի քիչ ավելի պետք է։ Սրել են, փաշինյանեք սրել են, որ այդ ամեն ինչը ավելի մեծ լինի, իրենք ցույց տան երևի որ Հայաստան դիմադրություն կա, պետք է մեզ մի քիչ էլ հնարավորություն տակ, բայց լայն կոնտեքստում այս ամեն ինչը երբ որ նայում ենք ինչ է կատարվում ու երբ որ Ալենն է հայտարարում այ եթե չայրեինք չէին կրակի բան ինչ էինք անում որ կրակում էինք բան սա ուղղակի քաղաքական դաշտը լցնում են մեղմ ասած հիմար քննարկումներով որովհետև ամբովանդակ հիմնականում հետևանքների մասին քննարկումներ են անում չնայելով պատճառները մեր քաղաքական դաշտում այսպես վերցնում են հետևանք ու սրա շուրջ անհաշտ պայքար են մղում միմյանց դեմ։ Հիմա ես փորձում եմ հետ բերել տրամաբանական պայքարի շրջանակներ։ Ինչ խնդիրներ ունենք, որ խնդիրը ինչից է առաջացել։ Ինչ են օրինակ Սյունիքում կրակում։ Սյունիքում կամ այլ տեղեր Հայաստանի այլ հատվածներում Վարդենիսում, Ջերմուկում կրակում են, որովհետև այսօրվա իշխանությունները ստորագրել են նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը, ընդունել են, որ իրենք պարտվել են, իրենք պարտվող են, իրենք հանձնվող են, Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի չէ դիմադրություն ցույց տալու ու հայտնվել ենք այս վիճակում։ Այսինքն արդյոք
դաշնակցությունը, Հայաստան խմբակցությունը կամ պատիվ ունեմ դաշինքը նորմալ է վերաբերում նոյեմբերի 9-ի համաձայնագրին կամ օրինակ դեմ է դրան։ Մենք դրա մասին չենք լսել։ Մենք խոսել ենք, բայց չենք լսել իրենք ինչ տեսակետ ունեն։ Հիմնականում պաշտպանում են, չէ՞, ես լսած չկան, որ իրենք սրա հետ անհաշ լինեն։ Դրոշի հետ անհաշ կարող են լինել պարտություն, բայց դե հիմա չէ, պարտության հետ հաշտ են իրենք։ Իսկ եթե իրենք պարտության հետ հաշտ են, այս ամեն ինչը դրա հետևանքներն են։ Իրենք երբ որ ընդունում են իրենց պարտությունը, օրինակ Սյունիքը կամ Գեղարքունիքի մարզը հիմնական մասով, օրինակ Վարդենիսի հատվածում կամ նույն Վայոց ձորը ջերմուկի հատվածում, ինքը սահմանակից չէր Ադրբեջանի առհասարակ։ Այդտեղ Խարվաճար կար, Բերձոր կար։ Ես կարող եմ վերել հարցումները այդ գյուղերի բնակիչներին, որ հարցում են, մարդիկ ասում են, այո, վախենում ենք։ Մարդ ենք վերջապես, ինչքան կարելի է երեխաներին վախով ուղարկել դպրոց։ Եվ ես կարծում եմ, որ Ադրբեջանի հիմնական նպատակը դա է, վախ սերմանելով ի վերջո մարդկանց ցույց տալ, որ այս հատվածներում դուք չեք ունենալու նորմալ կյանքի հնարավորություն եւ ի վերջո դուրս մղել։ Եվ այս առումով նշեմ նաեւ, որ երեք բազմաթիվ հրապարակումներով հանդես եկավ ռազմական պատմաբան Մհեր Հակոբյանը, նշելով ապստամբության օջախները ցեղասպանության օրերին եւ բոլոր դեպքերում նշելով անուններ, տալով թվեր, ներկայացնելով մարտական գործողություններ, ցույց էր տալիս, որ այն կետերում, որտեղ որ մարդիկ ապստամբեր են եւ կարողացել են ինչ որ ձևով բնակչության տարհանում կազմակերպել, իրենք հակառակորդին թշնամուն պատճառել են մոտավորապես տասնյակ անգամներ ավելի, բազմակի անգամ ավելի տարբեր հատվածներում տարբեր են թվերը վնասներ եւ իրենք էլ իհարկե ունեցել են զոհեր, բայց թշնամու կորուստները անհամեմատ ավելի շատ են եղել եւ ամենակարևորը բնակչությունն էլ կարողացել է առավել անվնաս դուրս գալ վտանգավոր տարածքներից։ Հիմա օրինակ ես կփորձեմ նեվելի բովանդակային տիրույթ մտցնել առհասարակ երբ որ խոսում ենք կրակոցներից կամ դրոշայրելուց, օրինակ մեր այսօրվա քաղաքական դաշտը երբ որ միմյանց հետ բանավիճում են, քննարկում են, մարդիկ կան, ովքեր որ ասում են անկախության հռչակագին պետք չի ձեռ տալ։ Փաշինյանը ինչ որ տանում է դեպի անկախության հռչակագին։ Ասենք մենք չենք լսել, որ այդ ինչից է որ հասել ենք այն օրվան, որ անկախության հռչակագրի հարցն է քննարկվում, դրանից հրաժարվել թե չհրաժարվելու հարցը։ Տեսեք, հետևանքից են իրենք գնում, հետևանքն են քննարկում։ Մենք ասում ենք դա հետևանք է պարտությունը ընդունելու։ Իրենք ասում են հրադադարը կարևոր է, որովհետև մենք հնարավոր չի որ կարողանանք կռվել Ադրբեջանի դեմ, բայց իրենք անկեղծ չեն, դա հրադադար չի, դա խաղաղություն չի, դա այդ ամեն ինչը դուք հասկացեք Հայաստանի պարտություն։ Իսկ երբ որ պարտություն են պարտադրում, պետք է հետևանքներին պատրաստ լինել, այսինքն ու չբանավիճել, չգնալ կոնֆլիկտի, չխոսել միմյանց դեմ, որովհետև դուք երբ որ ստորագրում եք պարտությունը, բոլորդ լռել եք։ Բոլորդ համաձայնվել եք լուր համաձայնությամբ, ու այս ամեն ինչը դրա հետևանքներն են։ Դա պարտության պտուղներն են։ Հնարավոր է ինչ-որ մի բան շրջել։ Մենք ասում ենք իհարկե հնարավոր է։ Հնարավոր է, երբ որ մենք կվերացնենք ուժային գործին, հնարավոր է, որ գոնե մեկ անգամ նորմալ դիմադրություն ցույց տանք Ադրբեջանին, նույնիսկ եթե մեր ուժը չի հերիքում, բայց իրեն էլ ցավ կպատճառենք։ Իրենք կհասկանան, որ պետք է արդեն Հայաստանին բանակցել, հաշվի նստել, երբ որ Փաշինյանը օրակարգ է մտցրել անկախությունից հրաժարվել չհրաժարվելու հարցը։ Ինչի է մտցրել այդ հարցը օրակարգ։ Որովհետև 20 թվականի նոյեմբերի 9-ին իրենք ընդունել են Հայաստանի Հանրապետության պարտությունը։ Ու դրան դեմ հանդես եկել անդիմադիր ուժերից որևէ մեկը, օրինակ չի ասել ինչ եք նոյեմբերի 9-ին համաձայնագիրը ստորագրել, միակ թեզը եղել է, որ դա պետք է ավելի վաղ ստորագրել։ Հրադադար, խաղաղություն, այս տերմինները մենք կարող ենք հանել ու տեղը մտցնել Հայաստանի Հանրապետության պարտություն, որովհետև հետևանքները ինչ որ մեզ առաջարկում է Հայաստանի Հանրապետության պարտության արդյունքով։ Իսկ պարտվող կողմին պարտադրելու են բազմաթիվ բաներ ու պարտվող կողմի ներքաղաքական դաշտում կեղծ ընդդիմադիրները դուրս են գալու հայտարարեն, որ այս ինչ բանը պետք չէ, անել են ինչն է պետք, կրակեցին, որովհետև դրոշ վառեցին, դրոշ չվառենք Թուրքիան իրան լավ կզգա չլինի։ Ոչ էֆեկտիվ, ասում հետևանքի են քննարկում։ Բժշկության մեջ հետևյալ բանը կա, օրինակ, երբ որ մեկի գլուխը ցավում է,
Չեն ասում ան գլխացավի տեղ է, բժիշկը երբեք նման բան չի ասում, բժիշկն ասում արի մատ հասկանանք ինչից է գլուխը ցավում։ Պատճառը գտնում են, միգուցե ինսուլտ է, միգուցե ինֆարկտ է, չգիտեմ, ելիկամային անբավարարություն է, չգիտեմ, ճնշման խնդիր, հազար պատճառ կարող լինել, չէ՞, պատճառը գտնում են, վերացնում են պատճառը, որպեսզի գլխացավը անցնի։ Հիմա այս ամեն ինչը հետևանքներն է փորձում իրար մեջ բարձրացնել։ Գլուխը չկա գլուխ, չկա գլխացավ։ Չէ, հենց այդ գլխացավի դերն են ուզում տան, այսինքն թմրացնում են, այդ բանի ցավը չկա, բայց մարդը ինսուլտի մեջ է։ Տեսեք, ասում են գլխացավի դեր են տալի, մարդը ինսուլտի նախանշաններով է։ Ասում են ցավը չի լինի, դու հանգիստ պարկի, բայց դա գնալով պարալիզացնում է երկիրը։ Դրա համար եմ ասում, երկուստեք, երբ որ իրար փորձում են ամեն կերպ վիրավորել, իրար պորտը տեղը դնել, այլ դու ես սխալում, դու ես սխալանում, բայց դա հետևանքների մակարդակով է, իսկ պատճառները փորձում են կոծկել։ Մենք դրա համար ենք ասում, եկեք բովանդակության անդրադառնանք, եկեք պատճառներին անդրադառնանք, հասկանանք ինչ է եղել ու ինչ կարող ենք անել։ Ու երբ որ մի անգամ մեր առաջարկությունը է, երբ որ մի անգամ կարողանանք Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, ագրեսիվ ռազմավարությանը համարժեք պատասխան տալ, թեկուզ եւ կորուստներով դուրս գանք, Ադրբեջանը կհասկանա, որ մեզ հետ պետք չի ուժի լեզվով խոսել, որովհետև դա նաև իրենց է կորուստներ պատճառում։ Իսկ հիմա Ադրբեջանը հասել է մի իրավիճակի, երբ որ ուղղակի շանտաժները ու քողարկված շանտաժները, որովհետև աշխարհի մոտ ինքը ներկայանում է, որ ինքը խաղաղարար է, ինքը բարի է, ստեղծագործ է, այ բարբարոս հայերն են, կռիվ հրահրող հայերն են մեղավոր ամեն ինչում, մեզ այդ կոնտեքստում են ներկայացնում։ Ու այստեղից նորմալ պատասխան չի լինում։ Այսինքն մեր տարածքները օկուպացնում են, մեր բնակչությանը ենթարկեն էթնիկ զտման, մեր խաղաղությունը սպանեն, վերջում մեղավորը մենք դառնանք, ստեղից էլ ոչ մեկ պատասխան չտա։ Իդեպ, երբ որ Փաշինյանն ասում է գնացեք նայեք Գիրանցի հատվածում ինչ հաջողության պատմություն ենք գրանցել, լրագրողները փորձել էին գնալ եւ պարզվել էր, որ չեն կարող մտնել, չեն կարող նկարահանել եւ առհասարակ այնտեղ կարծես ռազմական ռեժիմ լինի։ Մարդիկ ապրում են այսպես կիսավախեցած վիճակում, գրեթե ոչ ոք համաձայն չի տեսախցիկի առաջ խոսել եւ առհասարակ խոսել։ Շատ հետաքրքիր հաջողության պատմություն է։ Նշենք նաև, որ կրակոցներին զուգընթաց Պեկինն ու Բաքուն այս շաբաթ դարձան ռազմավարական գործընկեր, ստորագրելով 18 կետից բաղկացած հռչակագիր։ Պեկինը նաև նշեց, որ այս կոնտեքստում շատ կարևորում է միջանցիկ ճանապարհները եւ անպայման այս գործընկերության հիմքով է արդեն կազմակերպելու կոմունիկացիաները։ Մենք կարծես նորից լուսանցքում ենք մնում։ Նորմալ է, բնականաբար այդպես է պետք է լինի տարածաշրջանում հաղթող պետությունը իրեն ներկայացնում Ադրբեջանը, ինչը որ այդպես էլ կա շնորհիվ նաև մեր ռազմաքաղաքական ղեկավարության։ Դրա համար տարածաշրջանում կոմունիկացիաներ ու առհասարակ մնացած այլ հարցերով պետք է մարդիկ բանակցեն ուժերի ու հաղթողի հետ։ Բայց ես սրան զուգահեռ նաև կտանեմ մինչև 20 թվականի ինչ է տեղի ունեցել։ Ասենք հիմա Ադրբեջանը հաղթել է ու գնում է աշխարհի հզորները փորձում է պայմանավորվել, պայմանագրեր կնքել, հռչակագրեր ստորագրել համատեղ ու իր շահը առաջ տանել։ Հիմա ասում եմ մեր ղեկավարությանը, երբ որ 26 տարի հաղթած վիճակում ենք, այսօրվանից մինչև առաջին նախագահ բոլորը եղել են այդ հաղթած կարգավիճակով պետության ղեկավար։ Դեռ ինչ եք արել դուք։ Ուր են մեր համագործակցության։ Ինչ եք արել դուք։ Երբ որ մեզ ներկայացնում ենք աշխարհը մեր դեմ է, մենք չենք կարող, մենք ենք հաղթած պետությունների հետ հաշվի են նստում։ Հաղթած պետություններին հարգում են, հաղթած պետություններին տեղ են տալիս, ու հաղթած պետություններն են պայմանավորվում։ Ինչի դուք 26 տարի որևէ լուրջ գործընկերություն, որևէ լուրջ ծրագրի, պրոյեկտի մեջ չեք ներգրավել Հայաստանին։ Երբ որ Աթոսային որոշակի փաստաթղթեր վերցրած գալիս եկա, գլուխ եք գովում, հապարտանում եք։ Իրականում հողի վրա շոշափելի մենք ոչինչ չստացանք։ Օրինակ չստացանք Իրան-Հայաստան երկաթգիծ, օրինակ չստացանք Հավելյալ ատոմակայան, երբ որ դա անդադ քննարկվում էր։ Մեր երկաթգիծը չվերականգնվեց, կարգի չբերվեց մինչև հիմա անմխիթար վիճակում է Հայաստանում չկա երկաթգիծ, որ կարողանանք աշխարհին առաջարկել, կարող են տարանցիկ երկիր լինել։ Նույն Չինաստանը տևական ժամանակ մեզ էր առաջարկում գործընկեր լինել։ Ինտերնետ մալուխները Հայաստանով չեն անցել, մեզ նույնպես շրջանցել, այսինքն մենք մեր հաղթանակը չեն կարողացել կապիտալիզացնել, կապիտալի վերածել։ Դրա համար ես ասում եմ, որ ի սկզբանե իրենք էության պարտվածներ են եղել, ու իրենք էլ են զարմացել, որ
այս ինչպես եղավ, որ հաղթեցինք, իրենք չհավատացին, որ իրենք հաղթող են, ռազմաքաղաքական ղեկավարության մասին եմ ասում։ Իսկ այն ովքեր որ հավատացին, որ սեփական ուժերը կարող է հաղթանակ ձեռք բերել, այդ մարդկանց փորձեցին լուսանցքից դուրս թողնել, որպեսզի երբեք նրանք ճիշտ դուրս չգան։ Ու ամեն կերպ տարիներ շարունակ մեզ քարոզեցին պատերազմ թե խաղաղություն այս բանավեճով, այս թեզը մատուցեցին։ Դրանից հետո եկավ իբր թե պատերազմի կուսակցությունը, որը որ ամեն կերպ խաղաղության ու հանձնվելու տարբերակներ էր քննարկում, զիջելու տարբերակներ էր քննարկում։ Հիմա փաստաթղթերը բացվել են եւ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը իրենց օրոքել են, քննարկվել են տարածքները զիջելու իբր թե փողզիջումների, բայց միակողմանի զիջումների մասն է խոսք գնացել։ Արդյունքը էս է, փիլիսոփայությունը էս է։ Բարեփոխումները, որոնք մեզ անհրաժեշտ էին, դա ասում են ռազմագետները։ Մենք այո ունենք մարտունակ բանակ, ունենք հրաշալի զինվորներ, բայց ընդհանուր համակարգը հարմարեցված չի մեր տարածքին, մեր ազգային խառնվածքին, մեր ազգային բանակը մենք դեռ չունենք։ Ռազմամարզականներից մեկի ներկայացուցիչը ասում էր պետք է համախմբվենք, գնանք համալրենք բանակի շարքերը, որտեղ բանակում համալրվածությունը բավականին ցածր մակարդակի վրա, մենք ասում ենք, դա սխալ մոտեցում է, որովհետև այդ ինչ մոդելով է բանակը, որ չի համալրվում։ Եթե բանակը չի համալրվում, այնպիսի բանակ է կառուցել, որը որ չի համալրվում մեր բնակչությամբ, ուրեմն դա սխալ մոդել է։ Պետք է այնպիսի մոդել գծել բանակի, որը որ կհամալրվի, մի բան ավել կլինի։ Այսինքն ունեցած ռեսուրսների համապատասխան պետք է քո բանակը լինի, ոչ թե չգիտեմ ում ռեսուրսների համապատասխան բանակ են գծել, ու գալիս են ասում են պետքա բնակչություն չկա Հայաստանում, ուրեմն սխալ բանակ է։ Սովետական բանակ է։ Մեծ պետությունների գուցե եւ աշխատող մոդելեր այն կայսրության շրջանակում, որի մեջ մենք էինք, բայց հիմա հաստատ դա մեզ համար ճիշտ մոդել չէ։ Տեսնենք կերպափոխման արդյունքում ինչ կլինի։ Անդրադառնանք նաեւ մի փոքր թե ինչ է կատարվում աշխարհում, ինչ է կատարվել այս շաբաթ։ Իսկ այս շաբաթ Կիևը ենթարկվել է պատերազմի սկզբից ի վեր ամենամեծ հարձակմանը, կրկին զոհեր, վիրավորներ, ամենամահաբեր հարձակումներ, ասում են այսպես։ Ռուսաստանը հարվածել է նաև Խարկովին եւ Պավլոգրադին, սա այն ֆոնի վրա, որ Ամերիկան մեկ օրում պիտի կանգնեցներ։ Ամերիկան շարունակում է պնդել, կանգ առեք Վլադիմիր, շաբաթական 5000 զինվոր է մահանում, եկեք ավարտին հասցնենք խաղաղության գործարքը, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահի հայտարարությանը, որ առաջընթացը չգրանցելու դեպքում Միացյալ Նահանգները առհասարակ դուրս է գալու բանակցություններից, Դմիտրի Պեսկովը նշել է, որ թերևս ճիշտ չէ հիմա ասել, եթե այսինչ բանը չանեք, այսպիսի բան տեղի կունենա, այսինքն ասում եմ մեզ հետ այդպես չխոսեք։ Զուգահեռաբար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կրեմլը պատրաստ է Ուկրաինայի հարցով համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, ընդգծելով, որ որոշ տարրեր վերափոխման կարիք ունեն, այսինքն մենք դեռ ձեզ կթելադրենք, թե ինչպես կգանք համաձայնության։ Կհաջողվի արդյոք ավարտել մարտական այս գործողությունները, որի ավարտին սպասում ենք դեռ հունվարին։ Կփորձեմ ավելի զգույշ լինել, ինչպես միշտ այս հարցին անդրադառնալուց, որովհետև չեմ կրկնի հայկական քաղաքական դաշտում մտքի դիտաններին, ովքեր որ սուրճի բաժակի պես են վերաբերում, սուրճի բաժակներով պես են վերաբերում ռուս-ուկրաինական կոնֆլիկտին, կամ սկսում են մեկնաբանել, ԱՄՆ-ն այսպես ասեց, ԱՄՆ-ն այնպես ասեց։ Ի սկզբանե մենք այս թեմայի փոքր խոսել ենք, ասել են, որ ԱՄՆ-ն հեռահար երկարաժամկետ պլաններ է իրականացնում, ու միգուցե մի պահ լինի, որ ռուսները կարողանա համաձայնության գալ, հաջորդ բան կարող է դա իրավիճակը փոխվել, բայց այն որ այս պատերազմը ավելի խորն է ու ավելի մեծ հարցեր են քննարկվում այս պատերազմի միջոցով, սա միանշանակ է։ Ու ԱՄՆ-ի հիմնական գործառույթը միջամտել է կոնֆլիկտին, միջամտել է որպեսզի կարողանա Ռուսաստանի դերը նվազեցնել, Ռուսաստանին հավասարեցնել Ուկրաինան ու հրավիրել բանակցային սեղանի շուրջ նստել, բարդել նաև Ռուսաստանի վրա պատերազմ հրահրելու մեղքը, որովհետև երբ որ նստում է բանակցությունների սեղանի շուրջ, դուրս է գալիս, որ Ռուսաստանը մասնակցում է պատերազմի, այնինչ Ռուսաստանը սրանում դրել էր հատուկ օպերացիա։ Ու ԱՄՆ-ն էլ Ռուսաստանն էլ ձեռքերը ծալած չի նստել, նրանք էլ են փորձում ճիշտ քաղաքականություն վարել իրենց համար, մանևրել ու չընկնել ԱՄՆ-ի ստեղծած ծուղակը։ Դրա համար իրադարձությունները ավելի խիտ են լինելու, ավելի շատ դեպքերով իրադարձություններով,
ու իմ կարծիքով դեռ չի նշմարվում այս կոնֆլիկտի ավարտը։ Փոխհրաձգություն է եղել նաև Պակիստան-Հնդկաստան սահմանին, ԱՄՆ-Իրան բանակցություններն են եղել առանց որոշակի արդյունքի, եւ Պաղեստինում շարունակվում է ելի հումանիտար մեծ աղետը։ Գրակոծների, զոհերի, վիրավորների ֆոնին ավելի ու ավելի շատ են մարդիկ, ովքեր հարցումների ժամանակ ասում են, ինչ կլինի, մի արկել մեր գլխին ընկնի, մեռնենք։ Սա իրավիճակ չի, որում ապրում ենք։ Աշխարհում նոր իրավիճակ է ստեղծվել։ Մենք սրա մասին բազմաթիվ անգամ խոսել ենք, որ իրավունքի ուժը վերափոխվել է ուժի իրավունքի ու աշխարհի նոր վերաձևում է գնում։ Երկրորդ համաշխարհից ձևավորված այդ կոնսենսուսը, որ գոյություն ունեն հաղթած պետություններ ու իրենք են որոշելու աշխարհի անվտանգության ճարտարապետությունը ինչպիսին է լինելու, չի գործում, որովհետև դրանից հետո պետություններ կան, ովքեր որ հզորացել են, ովքեր որ հավասար կարող են խոսել այդ 5 պետությունների հետ, դրա համար հարկ է, որպեսզի նոր իրավիճակ ստեղծվի, նոր վերաձևում գնա, որովհետև պայմանական Ադրբեջան իրեն համարում է միջին պետությունը արդեն, բայց միջին պետությունը նաև Հնդկաստանը, համեմատելի միջին պետություններ են, չէ։ Դրա համար պետք է որոշակի փոփոխություններ լինեն, որ ամեն պետություն իր դերը ունենա, իր կշիռը ունենա, իր չափը ունենա, իր ազդեցությունը ունենա, որովհետև երկրորդ համաշխարհից ձևավորված այդ կոնսենսուսը չի աշխատում։ Հնդկաստանը այս պահին հավասար է մյուս պետություններին, կարող է որոշ դեպքերում մի բան էլ ավել է։ Օրինակ, Իսրայելը չի փորձում արդեն համակերպել են համելը պետություն ունենալու կարգավիճակով, երկրորդ համաշխարհում երբ որ հրեաներին տվել են պետություն, ասել են խելոք ապրել, հիմա Իսրայելը հասել է մի մակարդակի, որ Մերձավոր Արևելքում ինքը հարց լուծող պետություն է։ Ինքը կարողանում է կարգավորել այնտեղի հարցեր, ինքն է որոշում ում դեմ պատերազմ հրահրվի, ում դեմ վերջին 40 տարում 4 անգամ ընդլայնել է իր տարածքը, այն տարածքը, որը ՄԱԿ-ը ի սկզբանե տվել էր իրեն, բայց կարողանում է անում է, այսպես ասենք։ Նոր աշխարհակարգ է ձևավորվում։ Մենք դրա համար ենք ասում, որ այս պարագայում Հայաստանի Հանրապետությունը պետք է ավելի ակտիվ լինի, ավելի շատ գործ անի, ավելի շատ հայտ ներկայացնի ու ոչ թե խեղճի դիրքերից հանդես գա, այլ պահանջատերի ու դրանով հանդերձ նաև գնա իր իրավունքներին տեր կանգնելու ուժով բնականաբար։ Նախ ուժով, հետո արդեն միջազգային իրավունքի բոլոր նորմերով, որ նույն սխալը նորից չանենք։ Իմիջիայլոց ուժն էլ շատ հարաբերական է, շատ դեպքերում ուժը պատկերացնում է միայն զենքը, բայց դա փոխկապակցված է լայն բան է։ Միտքն էլ է ուժ, գիտությունն էլ է ուժ, տեխնոլոգիաներն էլ են ուժ։ Նաև կրվոնն էլ է ուժ։ Նախ միտք է։ Հա, ու ամեն ինչը ուժ է։ Երբ որ մենք ասում ենք ուժ, հենց սա նկատի ունենք, նկատի չունենք ուռա հայրենասիրությունը, նկատի ունենք հողի վրա ռեալ գործաները։ Դրա համար կարող եք միանալ մեզ, զանգահարել, գրել, գալ Սայաթնովա 25 բնակարան 12, ամեն օր բացի կիրակի օրից, նույն կիրակի օրերն կարող եք նախապես պայմանավորվել գալ, ծանոթանալ, շփվել։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ չեն կարող գալ, բայց աջակցում են մեզ մտքով գաղափարով մեր հետ են կարող են բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին Ազատ Հայաստան, Facebook-յան հարթակներին, Telegram-ին, ինչպես նաև ձեր փոքրիկ լուման կարող եք ներդնել գրանցվելով մեր Patreon-ին ու նվիրատվություն կատարելով թեկուզ 5 եվրոյի, 5 դոլարի չափով։ Եվ ավարտենք հաղորդումը հիշելով, որ այս շաբաթ վախճանվեց Հռոմի Պապը։ Հռոմի Պապը Ֆրանցիսկոսը հայերի համար հարազատ մարդ էր, երբ նոր էր ընտրվել, հիշում ենք, որ եկավ Հայաստան, խոսեց ցեղասպանության մասին, մենք բոլորս խիստ ոգևորվեցինք, հանդիպեց կաթոլիկ համայնքի հետ, Հայաստանում կաթոլիկները քիչ չեն, բայց վերջին շրջանում մենք բավականին մտահոգիչ լուրեր ստացանք, որ Ադրբեջանի նախաձեռնությամբ Վատիկանում կազմակերպվել է մի մշակութային միջազգային գիտաժողով, որի ընթացքում ներկայացվել են արցախյան հուշարձանները որպես, այսպես ասած, ադրբեջանական, ալբանական ծագման ադրբեջանական։ Եվ այդ ամենը Վատիկանի թույլտվությամբ։ Գիտաժողովին մասնակցություն չունեն հայեր, արդեն դժվար է ասել ինչ իրավիճակում, հետևաբար մենք չենք ունեցել հակադարձելու հնարավորություն։ Եվ ամեն դեպքում պիտի հիշենք, որ ավելի ու ավելի կրոնական է դառնում մեր աշխարհը։ Աշխարհիկությունից գնում ենք նորից դեպի կրոնական աշխարհ ունենալը, այդ տենդենսը ամենուր է զգացվում։ Ինչ ակնկալել նոր սպիտակ ծխից, որ մոտավորապես 20 օրից պիտի տեսնենք։ Ադրբեջանը իր
ձեռագրով է գործում, այսինքն այդ փոփոխության շեմին կանգնած իրավիճակում ինքը փորձում է արդյոք օգտվել օրինակ ԱՄՆ ընտրությունների ընթരാճ, երբ որ արդեն Թրամպը գնում էր ընտրությունների բան, արդյոք օգտվեց 20 թվականի պատերազմը եղավ։ Հիմա Հռոմի Պապը երբ այնց էր հունվար ամսից էր, հա, վատառողջ էր, մահամերձ էր կարելի ասել, այդ մարդը էլ հարց կարգավորող չէր։ Թե Վատիկանում որ կարդինալների հետ ինչ կարողացել պայմանավորելու Հռոմի Պապի անվան տակ կարողացել որոշակի հարցեր կարգավորել, այս անցողիկ փուլում, սա լրիվ այլ բան է։ Իսկ մոտ տիրույթը Վատիկանում մեծ է, գիտենք հնուց։ Որովհետև այնտեղ էլ է բազմաշերտ, տարբեր հայացքներ կան, տարբեր ուղղություններ կան, տարբեր քաղաքական հայացքներ ունեցող կարդինալներ կան, որոնցից որ պետք է ընտրվի Հռոմի Պապը։ Տարբեր մեղքերին չդիմագրավող կարդինալներ կան։ Դրա համար մենք սրա պատասխանը կարող ենք ստանալ, երբ որ նոր Հռոմի Պապ կլինի ու նոր Հռոմի Պապը կհայտարարի, թե ինչպիսի քաղաքականություն է վարելու, իսկ սա ուղղակի միջանկյալ, ասում եմ, այդ անցումային իրավիճակում Ադրբեջանի հնարամտությունն է, հա, հնարամտությունն է։ Ես սրան այդքան շատ լուրջ չեմ վերաբերվում, որովհետև կարելի ասել մահացած մարդը տնած ինչ որ բան է պայմանավորվել, որը որ հնարավոր է որ հաջորդի գոյություն ունենա։ Հնարավոր է ինքը առհասարակ չի էլ իմացել այդ ամենի մասին, որովհետև իրոք առողջական բավականին բարդ վիճակում էր։ Ինչևէ, այս թեմային դեռ կանդրադառնանք, որովհետև առաջիկա շաբաթներին բնականաբար սա մնալու է հիմնական ուշադրության կենտրոնի թեմաներից մեկը։ Լավ շաբաթ եմ մաղթում ձեզ։ Եվ մեր ուժերի սահմաններում մենք ցույց տվեցինք այն ուղեգծերը, որոնցով պիտի գնանք հետագայում ոչ միայն ցեղասպանություններից, ծանր իրավիճակներից, աղետներից խուսափելու համար, այլև զորանալու եւ ինչու՞ չէ կորցրածը հետ բերելու համար։ Եթե կիսում եք մեր գաղափարները, Մասիսն արդեն մեր տեղն ասած, կարող եք գտնել մեզ, կարող եք մեզ գտնել նաև մյուս հարթակներում, մենք բաց ենք համագործակցության համար եւ վստահ ենք, որ այդ համերաշխությամբ, միասնականությամբ է գալու նոր լուսաբացը։ Սպասում ենք։ Լավ մնացեք։